Միջադեպը եկեղեցում որ տեղ ունեցավ, դրան հետևած նաև այն գործընթացները իրավական։ Ձեզ համար հասկանալի էր, ինչու այդ երիտասարդներին իրավապահները տարան, քրեական գործ կա, այսինքն դու կադրերից տեսաք, ինչի համար էր այդ ամեն ինչ։ Իսկ մարդ կա, որ կադրերը նայել է եւ չի տեսել ինչի համար։ Դուք հարված տեսել եք։ Այո։ Ինչպես էր այդ հարվածը։ Դուք օրինակ որ կադրը տեսաք, որտեղ երիտասարդը հարվածում։ Այն կադրը, որը համացանցում կար, ես այդ միջադեպի ժամանակ չեմ եղել եկեղեցում, դրանից հետո եմ միացել, բայց համացանցում տեղադրված կադրերից հարվածի մասը ակնհայտ էր եւ ոնց որ թե մարդիկ չեն հերքել, որ հարվածել են։ Նիկոլ Փաշինյանը գալիս է եկեղեցի եւ փորձում է մարդկանց միջով ճեղքելով ասել։ Գուցե դա շատերի դժգոհություն առաջացնի։ Վարչապետը չի փորձում ճեղքելով մարդկանց միջով ասնել, պետական պահպանության ծառայությունը փորձում է վարչապետի անվտանգությունը ապահովել եւ դժգոհություն արտահայտելու տարբեր ձևեր կան եւ մենք էլ որպես պետական պաշտոնյաներ առաջին հերթին հանրապետության վարչապետը շատ հասանելի է քաղաքացիների համար եւ չի նեղվում, երբ որ քաղաքացիները երբեմն դժգոհություններ արտահայտում են, բայց դժգոհության արտահայտման տարբեր ձևեր կան եւ հարվածելը եւ լկտիությունը դժգոհության արտահայտման ոչ մի քաղաքակիրթ մեթոդի մեջ չի մտնում եւ հետեւաբար այո պիտի պատժվեն։ Եվ մի հարց, պարոն Խուդասյան, չնայած երկաթուղու հետ կապված, կոնստիտուցիոն կառավարման հետ կապված, դուք հայտարարել եք, որ բանակցություններ կա ռուսական կողմի հետ, բայց օրերս եղավ հայտարարություն նրանց կողմից, որ չի քննարկվում նրանց հետ, ավելի նրանք պատրաստ չեն նաև այդ կառավարումը հանձնել ինչ-որ մեկին։ Ինչպես եք սա մեկնաբանում, եթե քննարկում եք, այս մեկնաբանությունները ինչի մասին են։ Ով էր ասել կոնցեսիոն կառավարման մասով քննարկում։ Նիկոլ Փաշինյանը չէր ասել, որ ասել են, որ քննարկում կա երկու հատվածների շինարարության մասով, որպեսզի այդ հատվածների, այսինքն 3 հատվածների շինարարության մասով քննարկում կա եւ կան բռնում, որ երկու հատվածների մասով Ախուրիկի եւ Երասխի մեծ հավանականություն է, որ ռուսական կողմի գործընկերները իրենք կիրականացնեն այդ հարցով այո քննարկում կա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նախորդ շաբաթ կամ դրանից մի շաբաթ առաջ էլ հանդիպել է ռուսաստանցի իր գործընկերոջը այս հարցը քննարկելու համար։ Կոնստիտուցիոն կառավարումը վերցնելու հետ կապված դուք չեք խոսել ռուսական կողմից։ Կոնստիտուցիոն կառավարման հետ կապված ինֆորմացիաներն են, ինչ որ վարչապետը փոխանցել է, մենք այդ հարցով քննարկում ենք ունեցել իմ նշած երկու հատվածների վերակառուցմանը ռուսական կողմի մասնակցության մասով։ Քննարկում չի եղել։ Այլ քննարկում, որտեղ նախարարությունը ներգրաված է, չի եղել, իսկ սովորաբար այդպիսի քննարկումներ նախարարությունը ներգրավում է։ Պարոն Խուդասյան, հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ մեզ համար ընդունելի է, որ օրինակ մեկ այլ երկիր վերցնի այդ կառավարումը, որը եւ մեզ համար է լավ լինելու եւ Ռուսաստանի համար է լավ լինելու։ Եթե նման հայտարարություն է լինում, միակողմանի է դա լինում։ Հանրապետության վարչապետը հստակ հայտարարել է մեր դիրքորոշումը եւ մեր պատկերացումը ինչպիսին է եւ ընդամենը դա եղել է հայտարարություն մեր պատկերացման մասին։ Եթե դրան կարձագանքի են ռուսական կողմի գործընկերները եւ համակարծիք կլինեն վարչապետի այդ առաջարկի հետ, ապա շատ լավ դա քննարկման առարկա է։ Այսինքն ընդամենը հայկական կողմի ցանկությունն է դա։ Հայկական կողմի ցանկության մասին վարչապետը ասել է, որ մենք չենք բացառում եւ այսպիսի տարբերակով նաեւ գործողությունների զարգացում։